Վանաձորի կերպարվեստի թանգարանի մեծ ցուցասրահում տոնական ցերեկույթ էր։ Հրավիրյալները քաղաքապետարանի բաժինների, համայնքային ենթակայության նախակրթական, մշակութային և սպորտային կառույցների կին ղեկավարներն էին։ Հավաքույթի նպատակը մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ մեծարել կանանց, արժևորել և գնահատել նրանց աշխատանքն ու վաստակը, ինչպես նաև հաճելի պահեր և բարձր տրամադրություն պարգևել նրանց։ Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն անձամբ շնորհավորեց, ծաղիկներ նվիրեց և մաղթանքներ հղեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչ գործընկերներին։ Եվս մեկ անգամ բոլորիդ շնորհավորում եմ, ասում եմ ձեզ, միայն առողջություն ու երջանկություն, ամենալավ բաները ձեզ եմ ցանկանում, շնորհավոր բոլորիդ, սիրելի տիկնայք։ Կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը, խոսելով օրվա խորհրդից, կարևորեց կանանց դերը կոլեկտիվներում, հատկապես ընդգծելով կին ղեկավարների նշանակալի ներկայությունը համայնքապատկան կառույցներում։ Կարծում եմ, որ մեր կին ղեկավարների շնորհիվ է, որ յուրաքանչյուր հիմնարկությունում սեր և համերաշխություն է տիրում։ Այո, ճիշտ նկատեցիք, մեր գրեթե բոլոր հիմնարկություններում դա կլինի նախադպրոցական ուսումնական հաստատությունները, թե արտադպրոցական հիմնարկությունները, կին մանկավարժներ են, որոնք մեկ հարկի տակ շատ հաշտ և համերաշխ աշխատում են և զբաղված են կրթական կարևորագույն գործառույթներով։ Նաև այս առիթները միմյանց ավելի լավ ճանաչելու, իրար հետ շփվելու, իրար լավ լիցքեր, դրական լիցքեր փոխանցելու առիթ են։ Պետք է նշեմ, որ կանանց իրենց ոլորտներում գնահատված զգալու և իրենց կատարած աշխատանքը արժևորելու համար ավելի շատ առիթներ ենք ունենում և ինքներս ենք այդ առիթները ստեղծում, իսկ այս տոնը կոնկրետ վերաբերում է գեղեցկությանը և մայրությանը, որը միշտ է մեր կյանքում այսպես ասած, բայց այսօրը յուրահատուկ ընդգծում ենք այդ շնորհավորանքներով և հաճելի պահեր ընդգծելով։ Առհասարակ կանանց դերը և հասարակության կայացման, և պետության կայացման, սերնդների կրթման շատ կարևոր է, շատ մեծ է և սկսեի շատ առանցքային է և բոլոր առիթները պետք է օգտագործել այն ավելի բարձրացնելու և ավելի արժևորելու։ Հաճելի երաժշտություն, գեղեցիկ ծաղիկներ, գավաթների զնգոց, շնորհավորանքներ ու անթիվ ժպիտներ։ Կանանց միամսյակի եզրափակիչ օրը ևս տղամարդիկ մեծարողի դերում էին, կանայք այդ մեծարանքն ընդունողի։ Ասում են, կնոջը մեծարել գիտեն նրանք, ովքեր հասկացել են հայ կնոջ, մոր և աղջկա իրական դերն ու նշանակությունը։ Եվ եզակի հետ ես կապի մեջ եմ տեսնում մայրերին։ Շնորհավորում եմ բոլոր մայրերին գեղեցկության տոնի արտուր, մայրերի տոնի արտուր։ Եվ նաև ցանկանամ, որ մայրերի սիրտն ու հոգին երբեք չտխրի։ Դրանից շատ բան է կախված։ Այս աշխարհի լինել ու չլինելը, լավն ու վատը, չարն ու բարին։ Շնորհավորում եմ, կրկին եմ։ Օրացույցում աշխատանքային, իրական կյանքում տոնական օրվան գեղեցիկ գույներ ու նոտաներ հաղորդելուց, գեղանկարչական արվեստի գործերով հիանալուց ու ջերմ զրույցներից հետո օրվա հերոսուհիները հեռացան բարձր տրամադրությամբ և հաճելի տպավորություններով։ Էրմինե Յավրյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։